Ողջույն ընկերներ, այսօր մեր մարաթոնի 6-րդ օրն է և մենք այսօր առողջ սահմաններ դնելու մեդիտացիան ենք կատարելու, սովորելու։ Նախքան մեդիտացիային անցնելը մի փոքր խոսենք ինչ է նշանակում առողջ սահմաններ ունենալ և դա ինչի համար է քեզ պետք։ Անձնական սահմանները եկեք չհասկանանք որպես պատնեշ։ Պատնեշը լրիվ այլ բան է։ Անձնական սահմանները դա սիրո և հարգանքի դրսևորման առողջ ձև է։ Իրականում ամեն մարդ պետքա ունենա իր առողջ սահմանները։ Սերը, հարգանքը պրոցեսներ են քեզ մոտ առաջացնելու, թե քո նկատմամբ, թե դիմացի մարդկանց, ընտանիքի կամ այլ ընկերների հանդեպ։ Այսինքն սահմաններ ունենալը դա նորմալ է և դա պետք է։ Սահմանների խնդիրը հիմնականում գալիս է սրտի չակրայի դիսբալանսից, սրտի չակրայի ոչ կարգավորված աշխատանքից։ Կամ դու քեզ չափից դուրս մոտ ես թողնում, կամ դու չափից դուրս հեռու ես պահում։ Այս երկուսն էլ իրականում պրոբլեմ է։ Չափից դուրս մոտ ես թողնում քեզ այնպիսի մարդկանց, ումը որ պետք չէր այդպես մոտ թողնել ու քեզ հուսախաբ են անում, չեն արդարացնում քո սպասելիքները և դու հիասթափվում ես, և դու նեղանում ես, և դու վիրավորվում ես։ Կամ այնպիսի սահմաններ ես դնում, որ ոչ մեկ քեզ տենց հեռվից մոտ չի կարողանում գալ, ոչ մեկ չի կարողանում քո հետ այն համապատասխան մարդիկ, ովքեր որ քեզ հետ կարող էին կառուցողական շփվել և կառուցողական հարաբերություններ ունենալ, դու չես թողնում, որպեսզի այդ մարդիկ մտնեն քո դաշտ կամ քեզ հետ մտերմ անեն։ Դա նույնպես խնդիր է, ընկերներ։ Ու դա հիմնականում լինում է տրավմատիկ մանկությունից, անցյալ կյանքերն էլ կապ ունեն, տողն էլ կապ ունի, այդ էներգիաները կապ ունեն, ինչ ես բերում քեզ հետ, բայց նաև ամենակարևորը տրավմատիկ մանկությունից է սա գալիս, կանացի և տղամարդկային էներգիաների դիսբալանսից և ամենաառաջինը հակառակ սեռի հանդեպ է գալիս արդեն այդ ոչ կառուցողական մոտեցումը, կամ դու չափից դուրս մոտ ես քեզ թողնում և մարդիկ քեզ նեղացնում են, կամ դու չափից դուրս հեռու ես քեզ պահում, դե քեզանից անկախ է լինում քո բնավորությունը, քո հատկությունները, կողմնորոշվելու, ընտրություն կատարելու, քեզ մոտ թողնելու կամ քեզ մոտ չթողնելու այդ քո ներքին պրոցեսների հետ է կապված, որոնք մեծ հաշվով, եթե կա ինь-յան էներգիաների խախտվածություն, սրտի չակրայի ոչ կարգավորված աշխատանք, դա ինքնաբերաբար այդպես տեղի է ունենում։ Այսինքն սա ուղիղ կապ ունի, ընկերներ, մեր ինքնասիրության հետ։ Ճիշտ սահմաններ ունենալ, որը սկսվում է, ընկերներ, էլի եմ ասում, առանց պատերազմի, առանց կռվի, առանց նեղանալու, առանց կոշտ պատեր դնելու, որովհետև մարդիկ կան, իրենց սահմանները շատ կոշտ է։ Հենց այդ սահմանը խախտեցին, միանգամից պատրաստ է հարձակվել և գնդակահարել։ Դա այդպես պետքա չլինի, դա պետքա լինի խաղաղությամբ։ Այսինքն դու կարող ես խաղաղությամբ, հանգիստ, սիրով ցույց տալ, որ սա իմ սահմանն է, սա իմ գիծն է և այս գիծը աշխատի չանցնես, որովհետև ես իմ տեսակով գիտեմ ինձ հարգել, ես իմ տեսակով գիտեմ ինձ սիրել և դա պահանջում եմ նաև այն մարդկանցից, ովքեր որ փորձում են ինձ հետ հարաբերվել ինչ-որ ձև։ Եթե դու ինքդ քո մեջ ունենաս հարգանք, ինքնասիրություն, ինքնագնահատական,
քո անձի նկատմամբ քեզ սկսելու են հարգել նաև մնացած բոլորը։ Դա միանշանակ այդպես է։ Այսինքն նուրբ էներգետիկ պլանի վրա մարդիկ զգում են դու քեզանից ինչ ես ներկայացնում, դու ինչ էներգիաների եւ ինչ գիտակցության մեջ ես, ինչ սահմանների մեջ ես, ու եթե ինչ-որ մեկը խախտում է քո սահմանը, ապա 98-99% հավանականությամբ դա պատահական չի։ 1% կամ 2% հավանականություն կարող լինի, որ դա կարող է լինել ինչ-որ պատահականություն։ 98-99% հավանականությամբ ընկերներ, դա եկել է քո դաշտից, դա եկել է քեզանից, դա եկել է քո ենթագիտակցությունից, դու կանչել եւ ձգել ես դա դեպի քեզ, որ այդ մարդը գա ու քեզ վնասի, որ այդ մարդը գա ու քեզ չհարգի, որ այդ մարդը գա ու չհասկանա ով ես դու ու քեզ հետ ինչպես պետք է վարվել, հա, ինչպես պետք է մոտենալ քեզ։ Եթե դա տեղի ունենում, ապա դա մենք ենք թույլ տալիս։ Ինչ-որ մեկի համար մենք ուզում ենք բարի թվալ, ինչ-որ մեկի համար մենք ուզում ենք ինչ-որ մի դերի մեջ մտնենք, հա, ու այդ դերը խաղանք։ Ու շատ հաճախ մենք այդտեղ կորցնում ենք ինքներս մեզ։ Եթե մենք կորցնում ենք ինքներս մեզ, դրսից մարդը գալու է եւ քեզ մանիպուլյացիա է անելու, որովհետեւ հրավիրել ես այդ մարդուն, որ ինքը քեզ գա եւ մանիպուլացնի։ Որովհետեւ ամենաառաջինը իրականում դու ես ինքդ քեզ մանիպուլացրել։ Մտնելով ինչ-որ կեղծ դիմակի մեջ, կեղծ կերպարի մեջ, հա, մոռացել ես ինքդ քեզ, մոռացել ես ով ես դու, կտրվել ես քո հոգևոր աշխարհից, թուլացել է քո էներգետիկ դաշտը, աուրան, քո սրտի չակրայի սահմանները, հա, որոնք էներգետիկ պլանի վրա ինչ դիստանցիաներ եւ ինչ պաշտպանություններ պետք է իրագործեին, չեն իրագործում, չեն կատարում։ Եվ մարդիկ մտնում են քո դաշտ։ Դրանք կարող են լինել ոչ միայն մարդիկ, դրանք կարող են լինել էներգետիկ պլանի վրայի պարազիտներ, հա, որոնք սովորական աչքի համար կարող են անտեսանելի լինել, բայց էներգետիկ դաշտերում ընկերներ գոյություն ունեն պարազիտներ, գոյություն ունեն էներգիաներ, որոնք կարող են սնվել մարդու հույզերով, մարդու էներգետիկ դաշտով եւ այդ էներգիաները թույլ այդպիսի ոչ պաշտպանված վիճակում գտնվող մարդուն, այդ խոցված մարդուն մի հատ էլ լրացուցիչ իրենք են ներմուծվում այդ մարդու դաշտ եւ շարունակում քայքայել այդ մարդուն եւ այդ մարդու կյանքը։ Կարկուտը ծեծած տեղն է ծեծում, իրականում դա այդպես է։ Այսինքն քո դաշտը խոցված էր, այդ խոցված դաշտի մեջ ով ասես, ինչ ասես չի անի։ Քո սահմանները թույլ էին, դու մատերիալանքով ես վերաբերվում ինքդ քեզ, քո տարածքին, հարևանները կգան, դες չակերտավոր ասենք, հա, եւ կգրավեն քո հողերը, քո տարածքները, քո տունը, որովհետեւ դու խնամքով չես վերաբերվել, դու դա չես գնահատել, դու դա չես հասկացել, դու ամուր չես պահել քո սահմանները, դու հստակ չես հասկացել քո սահմանները որն է ու դրա համար ինչ քրտնաջան աշխատանք պետք է կատարել։ Նույնը տեղի ունեցել ընկերներ մեր հողերի հետ, այսպես ասած, մեր պետության հետ, դարեդար հայկական իրականության մեջ այդ սահմանների հարցը շատ ոնց որ գենետիկը գալիս է խախտված, հա, կամ շատ է մտնում ինչ որ մարդու կյանքի մեջ, կամ
ընդհանրապես մոռանում են, որ պետք է առողջ սահմաններ ունենալ։ Ու եթե մարդը ընկնում է մի ծայրահեղության մեջ, ապա մյուս ծայրահեղության մեջ մտնելը նույնպես շատ արագ տեղի կունենա։ Դա ըստ հոգեբան Լևիի, ճոճանակը գոյություն ունի, եթե մարդը հայտնում է մի վիճակի մեջ, ծայրահեղության մեջ, այդ մի ծայրահեղությունից իրան ճոճանակը տանել է մյուս ծայրը, այսինքն մյուս ծայրահեղությունը։ Եվ դա տեղի ունենում ընկերներ ոչ միայն սովորական մեկ մարդու հետ, դա տեղի ունենում պետության հետ, դա տեղի ունենում հասարակության տարբեր զանգվածների, տարբեր շերտերի, տարբեր համակարգերի, տարբեր ինստիտուտների հետ։ Բայց այդ ամեն ինչը սկսվում է մարդուց, այսինքն յուրաքանչյուր մարդ ինքը պետք է աշխատի իր վրա, որովհետև այդ նույն հասարակությունը կազմված է մարդկանցից, պետությունը կազմված է մարդկանցից։ Եթե մարդիկ գիտակից լինեն, առողջ լինեն, մենք կունենանք առողջ պետություն և մենք կունենանք առողջ հասարակություն։ Սա սկսվում է մեզանից, այնպես որ այս դասերը, այս աշխատանքները, այս թերապիաները, այսպես ասած, սա նաև ոչ միայն ձեզ համար է, սա նաև ձեզ շուրջ տարածվում է դա բնականաբար ու նաև տարածվում է մեր պետության համար, տարածվում է մարդկության համար ամեն տեղ, որովհետև առողջ մարդը ինքը տարածելու է այդ վիբրացիաները, այդ մոտեցումները, այդ ապրելակերպը, որը որ բարիք է բերում, որը որ լուսավոր է, որը որ ձգտում է ավելի նուրբ և բարձր վիբրացիաներին ու գիտակցությանը։ Առողջ սահմաններ չունենալու պատճառով նաև մարդիկ ունենում են ստրես, դեպրեսիա, այնուհետև սրտանոթային համակարգի խնդիրներ, նյութափոխանակության հետ կապված խնդիրներ, հաստաղի հետ կապված խնդիրներ, այսինքն այնտեղ վախեր կլինեն նաև, և առաջին չակրան կբլոկավորվի, և ամբողջ համակարգում ընկերներ, որովհետև դու անընդհատ լարված կլինես, որովհետև անընդհատ քեզ կհիասթափեցնեն կամ քո ակնկալիքները, սպասելիքները չեն արդարացնի։ Ընդամենը ունեցիր ճիշտ մոտեցումներ, ընդամենը էներգետիկ պլանի վրա ունեցիր ճիշտ սահմաններ։ Եվ ինքնահարգանքը քո անձի նկատմամբ, ինքնասիրությունը քո անձի նկատմամբ, սերը քո անձի նկատմամբ կսկսի մեծանալ։ Առողջ ընտանեկան հարաբերություններում առողջ մթնոլորտում երեխան հիմնականում, նույնիսկ երեխան ունենում է իր սահմանները։ Ինչ-որ տեղեր կան, որ ինքը թույլ չի տա, որ ոչ մեկ մտնի այնտեղ ու իրան ինչ-որ մի բան ենթադրենք ասի։ Նույնիսկ ամենափոքր երեխան ընկերներ։ Այսինքն սա մի հատկություն է, որը որ ի ծնե է մեզ տրված, ուղղակի ինչքանով են դա ջարդել, ինչքանով են դա տրավմայի ենթարկել, ինչքանով են դա ճնշել, սպանել, որովհետև դա արդեն ոնց որ յուրաքանչյուր մարդու կյանքում մի ձև է լինում,
ըստ իր արմայի եւ իր հոգու բերած փորձության, հա, փորձառությունների, որովհետեւ այդ մենք ենք որոշում այս կյանքում ինչ խնդիրներ ունենք լուծելու, այս կյանքում մենք որտեղ պետքա ծնվենք, ինչ ծնողների մոտ, ինչ երկրում, ինչ ընտանիքում, որ մաքսիմում արդյունավետ մեր կարմիկ պրոցեսների մեջով մենք անցնենք։ Այսինքն դա մենք մեր հոժար կամքով որոշում ենք, գալիս ենք, ստանում ենք այս ամեն ինչը եւ աշխատում ենք այս ամեն ինչի հետ։ Մենք նախորոք որոշել ենք, եկել ենք, ունեցել ենք այդ խնդիրները, այդ հարաբերությունները, այդ սահմանների խախտվածությունը, որպեսզի գանք, սովորենք նաև հասկանալ դա, բուժել դա եւ գիտակից ձևով անցնել դրա մեջով։ Այնպես որ ընկերներ, մի կողմից այդ որ ասում եմ սահմանների խախտվածություն, տարբեր իրավիճակներ, մյուս կողմից էլ մեդալի մյուս կողմը դա նայա, որ դա նորմալ է, որովհետև դա մեր ընտրությունն է եղել ու դա մեզ պետք է եղել։ Ու դա միանշանակ այդպես է, ցանկացած մարդ, ով հաղթահարում է իրեն տրված փորձությունները, փորձառությունները, ինքը բարձրանում է եւ այդ բարձր կետից, երբ որ նայում է իր անցյալին, ինքը շնորհակալ է լինում այդ փորձությունների համար, նույնիսկ այդ դասերի համար, այդ դաժանությունների համար կարող ենք ասել կամ այդ տրավմաների համար, որովհետեւ ինքը հասկանում է, որ այ իրան այդպիսի ուժ է տվել, ձևավորել է հենց այդ դասերը, հենց այդ դժվար կյանքը, հենց այդ փորձությունները եւ ինքը դարձել է այնպիսին, ինչպիսին որ ինքը կա։ Ես ինքս իմ օրինակով կարող եմ ընկերներ ասել ձեզ, որ հեշտ օրեր չեմ ունեցել իմ կյանքում եւ շատ դժվար տարիներ, հա, շատ դժվար տարիներ եմ ապրել երևի մանկությունից սկսած, մի կողմից սահմանափակումներ, այդ սահմանափակումները շատ ա եղել, մյուս կողմից ոնց որ ապահով կյանքից ոչ ապահով կյանքի մեջ ընկնել ու այդ ամեն ինչով փորձել ապրել, որը ինչ խոսք տրավմատիկ է, որը շատ սահմանների էլի խնդիր է առաջացնում, երբ որ քեզ տրավմաների են ենթարկում։ Բայց ընկերներ, այդ ամեն ինչը ստիպել է ինձ, որպեսզի ես սկսեմ խորանալ այս ամեն ինչի մեջ, որպես ես փորձեմ հասկանալ այդ խնդիրների արմատները եւ այդ խնդիրների լուծումը ամենակարևորը։ Իրականում ես շատ պրակտիկ մարդ եմ ու ես սիրում եմ պրակտիկ գործիքներ։ Ինձ միայն ինֆորմացիան բավական չի։ Ես այդ տեսակ մարդկանցից չեմ եւ նաեւ այդ տեսակ ուսուցիչներից չեմ, որ միայն խոսքով միտքը սնուցելով, հա, բավարարվենք դրանով։ Չէ։ Ես պետք է այն ամեն ինչ, ինչ որ սովորում եմ, կիրառեմ ու տեսնեմ դա ինչքանով է աշխատում։ Դրա համար նույն այս տրավմաների հետ աշխատանքը, կամ բլոկների հետ աշխատանքը, կամ չակրաների եւ մնացածի հետ աշխատանքը պրակտիկորեն անցել եմ ու անցնում եմ ու դեռ էլի շատ անցնելու եմ։ Իսկ պրոցեսը անընդհատ կա։ Ամեն մեկը իր մակարդակի վրա, ամեն մեկը իր տեղում, որովհետև շատ շերտեր կան ընկերներ։ Իրականում հոգևոր զարգացման մեջ էլ շատ շերտեր կան, որտեղ դու կարող ես աճել մինչև վերջնական պայծառացում։ Եվ երբ որ նայում եմ իմ անցյալին, ես հասկանում եմ, որ այդ անցյալը կոփել է ինձ։ Եվ այդ անցյալն է, որ ինձ դարձրել է այսօր այնպիսին, ինչպիսին որ ես կամ։ Դրա համար դա մի կողմից, երբ որ դուք դիտում եք կամ լսում եք այս ամեն ինչը, դուք տեսնում եք կենդանի օրինակ, որ դժվարությունը հաղթահարել է եւ ուժեղացել է, ու այդ մասին ձեզ հանգիստ ասում եմ մի մտահոգվեք ձեր դժվարությունների համար։ Դա միայն զուտ բառեր չի, դա մխիթարանք չի,
դա իրականությունը հասկանում եք, դա պրակտիկ նյութականացված իրականություն է, որ իրականում պետք է այդպես շարժվենք առաջ եւ իսկապես այն ամեն ինչը, ինչը որ մեզ չի սպանում, մեզ ուժեղացնում է։ Կառուցողական ձևով, առանց ինքդ քո գլխին փորձություններ բերելու, որովհետև հավատակ ես, ինչքան որ պետք է փորձություններ տրված է։ Ապրեք այս կյանքը եւ այս կյանքը ձեզ կտա այն բոլոր հարցերը, իրավիճակները, որոնք կօգնեն, որպեսզի դուք աճեք։ Ամեն բան իր ճիշտ ժամանակին գալու է, այնպես որ համբերություն ունենալ նույնիսկ փորձությունների հարցում, որովհետև մարդկա ինքը պարապությունից իր գլխին ինչ-որ բաներ է բերում, այդ պարապությունը նրա համար է, որ դու մի փոքր թուլանայիր, հանգստանայիր, պատրաստվեիր, որովհետև դրա հետևից գալու է փորձությունը։ Փոթորիկից առաջ մի հատ լռություն է տիրում, հետո նոր գալիս է փոթորիկը։ Մեր կյանքը այդ է սինուսոիդի ձևով ընկերներ լցված է, ու եթե դու պատրաստ լինես, եթե դու բալանսավորված լինես, եթե դու կարգավորված լինես ու ամենառաջին ինքդ քո հետ քո ներսում փորձությունները, երբ որ գան, դու դրանք հանգիստ կհաղթահարես։ Իսկ եթե դու խուճապի մեջ ես, իսկ եթե դու չես հասկանում դու ով ես, ինչ գործ ունես այստեղ, ոչ մի կայուն հիմք եւ հոգեկառույց չունես, ինքնասիրություն չունես, ինքնահարգանք չունես, սեր ինքդ քո նկատմամբ, կյանքի նկատմամբ, քեզ որպես տրապկա կամ այդ բառերը ես դիտավորյալ եմ ասում, հա, կոպիտ, հա, առաջին հայացքից, որովհետև դա իրականություն է, ընկերներ, որ դա նաև արթնացնի մարդուն։ Արթնացնի մարդը գիտակցի, որ ինքը թաշկինակ չի, ինքը մարդ է, ով որ իրավունք ունի հարգվելու եւ հարգանք պահանջելու։ Եվ ամենաառաջին հարգանքը դա ինքդ քո հարգանքն է քո նկատմամբ։ Սկսիր ինքդ քեզանից, հարգիր ինքդ քեզ, սիրիր ինքդ քեզ, հետո նոր պահանջիր ուրիշներից։ Եվ նույնիսկ դու կարող ես նկատել, որ ուրիշներից պահանջելու նույնիսկ ցանկություն էլ չի առաջանա, դա ինքնաբերաբար ուղղակի տեղի կունենա։ Քո շուրջ գտնվող մարդիկ քեզ կսկսեն հարգանքով վերաբերվել, որովհետև դու սկսել ես քեզ հարգել։ 98% դեպքերում նույնիսկ պետք չի, որ դու խոսես ինչ-որ մեկի հետ, քեզ ենթագիտակցորեն կսկսեն հարգել։ 1-2-ին հնարավոր է, որ պետք լինի մի երկու խոսք ասել։ Բայց մեծամասնության հետ նույնիսկ պետք չի խոսալ, որովհետև ենթագիտակցական մակարդակում մարդիկ դա կհասկանան։ Եկեք լեկցիայի մասը այսքանով ավարտենք, ընկերներ, եւ սկսենք մեդիտացիան։ Մեդիտացիի մեր տեխնիկան, նստենք ուղիղ մեջքով, գլխագագաթով ձգվենք վեր եւ փակենք աչքերը։ Շնչում ենք դանդաղ եւ հանգիստ քթով։ Թուլացնում եւ հանգստացնում ենք մեր ֆիզիկական մարմինը։ Գլխագագաթից ոտքեր, ոտքերի մատեր։
Թուլացնում և հանգստացնում ենք գլխագագաթը, գլխի ետևի հատվածը, ճակատը, ճակատային աջ կողմը, աջ հոնքը, աջ աչքը, աջ աչքի կողմը, ճակատային ձախ կողմը, ձախ հոնքը, ձախ աչքը, ձախ աչքի կողմը, զգա ինչպես է, թուլանում և հանգստանում դեմքը, այտերը և շրթունքները, կզակը, քո ամբողջ գլուխը և գլխամաշկը ամբողջությամբ, զգա ինչպես է, թուլանում և հանգստանում վիզը, ուսերը, և քո յուրաքանչյուր արտաշնչով կարծես ուսերից մի բեռ ես գցում և թեթևացնում ուսերդ, և թողնում ամբողջությամբ վերահսկումը ու տրվում ես վստահությանը, թույլ ես տալիս վստահությունը պարուրի քեզ, գրկի քեզ, և այդ վստահությունը խորանում է քո յուրաքանչյուր արտաշնչով, վստահություն ինքդ քո հանդեպ, դու վստահ ես ինքդ քո վրա և դա քեզ տալիս է խոր ապահովության զգացողություն, խորը ուժի զգացողություն, թուլացրու կրծքավանդակը և ձեռքերը, թուլացրու որովայնը, ուշիր խորը և դանդաղ, քո յուրաքանչյուր արտաշնչով բաց թողնելով ամբողջ լարվածությունը, իսկ յուրաքանչյուր ներշնչով լցվիր ուժով, խաղաղությամբ, հավասարակշիռ էներգիայով, հավասարակշիռ դաշտով, ուժի զգացողությամբ, իսկ արտաշնչով թեթևացում, քո շուրջ պատկերացրու ձվաձև դաշտ, սպիտակ, թափանցիկ և ոսկեգույն էներգիայի մեջ, պատկերացրու, որ դու գտնվում ես այդ էներգիայի մեջ և այդ ձվաձև դաշտը, որը փափուկ է, ճկուն, քո սահմաններն է էներգետիկ պլանի վրա, քո աուրայի սահմաններն է, որը դեպի քեզ թողնում է միայն դրականը, և բոլոր նրանց և այն փորձառությունները և էներգիաները, որոնց դու գիտակից թույլ կտաս, և դա կլինի քեզ համար կառուցողական,
Բոլոր այն մարդիկ, էներգիաները, վիբրացիաները, իրավիճակները, որոնք չեն հարգում քո ինքնասիրությունը, քո անձը, քո սահմանները և քո կարծիքը, թող վայրկյանական անհետանան քո ամբողջ դաշտից և գտնվեն այդ աուրայից դուրս։ Մտքում կրկնիր, ես կայացրել եմ վերջնական որոշում դուրս հանելու բոլոր այն վիբրացիաներին, էներգիաներին և էներգետիկ պարազիտներին, որոնք սնվում են իմ էներգիայով։ Որոնք չեն հարգում իմ սահմանները և իմ որոշումը։ Թող լինի այդպես, թող լինի այդպես, թող լինի այդպես։ Այս մաքրման տեխնիկան կատարելուց հետո պետք է զգաս թեթևացում, հանգստություն, կարծես ազատվեցիր մի ծանրությունից, մտովի կրկնիր, ես պաշտպանված եմ, ես սիրում և հարգում եմ ինձ, և ես իմ ամբողջ ազատ տարածությունը լցնում եմ սիրով, հարգանքով, ուժով, խաղաղությամբ, հավասարակշռությամբ։ Ես ընտրում եմ ուժը և հավասարակշռությունը։ Կամ եթե դժվարանում ես կրկնել, պարզապես լսիր ու պարզապես զգա։ Այստեղ կարևորը զգալն է։ Դու պարզապես զգա իմ ասածները և իմ խորհուրդը քեզ։ Սիրիր և ընդունիր քեզ։ Ուժը քո մեջ է, սերը քո մեջ է, որոշումը քո մեջ է, հարգանքը քո մեջ է։ Ցանկացիր լինել ուժեղ և կայացրու որոշում, ունենալ այնպիսի սահմաններ, որոնք կառուցողական կլինեն քեզ համար, քո հարազատների համար, մոլորակի համար և ամբողջ տիեզերքի համար։ Մտքում կրկնիր. ես ունեմ առողջ սահմաններ, առանց մեղադրանքի և առանց վախի։ Ես շնորհակալ եմ ինքս ինձ, իմ պահապան հրեշտակներին, իմ ուսուցիչներին և ամբողջ տիեզերքին։ Դանդաղ և հանգիստ ետ վերադառնանք։ Միացնենք ձեռքերը նամամուդրա և բացենք աչքերը։